գրոնք լեզու։ Եթե հիմա մենք գործընծնենք այս երկուքը, նույն բանը հրազգլանք, մենք մեր ժողովրդին, ինչ-որ թուրքերը 15 թվականին իրագործեցին։ Ինչու ի վերջո թուրքերը դիմեցին ցեղասպանությանը։ Իրենք որոշեցին, որ Թուրքիան թուրքերու համար։ Մենք ձեզ կրում ենք տրավմաները։ Թուրքերու նպատակը մենք ծանոթ ենք նպատակին։ Ցեղասպանությունը մեզ դարձրեց զոհ եւ այդ զոհի կերպարը, զոհի հոգեբանությունը մեր մեջից դուրս չի եկել մինչեւ օրս։ Պետք է կենտրոնանանք ավելի գոդորածներն հետո, չարտերն հետո, վերածնունդի վրա։ Մենք ինչու համար ենք ուզում ցեղասպանությունը որ ճանաչվի, որպեսզի մարդիկ մեզ կարեկցեն, որպեսզի մարդիկ մեզ օգնեն, որպեսզի մարդիկ դատապարտեն։ Եթե իրենք չիմանան բախտությունը, օդարները, դժվար է թե մենք իրանց հետ որևէ մի կերպ հարաբերենք հաջորդ մագարտակի համար։ Ինքնությունը ինքը շղթա է, դնթեի նման շղթա է, ինքը բաղկացած է տարբեր մասերից, ինքը մի բան չի։ Կամած այդ մասերը թուլացնելով դու բերում ես ինքնության փոփոխության։ Մենք պիտի զորանանք ամեն տեսակետով, դիվանագիտական, քաղաքական, ռազմական։ Բարեկամներ, ողջույն։ Սկսում ենք մեր ինքնությունը ոդքասթի հերթական շարքը դիպված է, կամ ինչպես ասում են, թողարկումը, որտեղ մենք քննարկում ենք ըստիս հետաքրքիր կարևոր հարցեր, որոնք վերաբերում են մեր ինքնությանը։ Այլ կերպ ասած, ով ենք մենք, որն է մեր առաքելությունը, արդյոք մեր արժեհամակարգը փոփոխության կարիք ունի թե ոչ, որն է մեր պատմության ազդեցությունը մեր ընթացքի վրա, եւ մնացած այլ հարցեր, որոնք ըստիս շատերին հուզում են, շատերը բարձրաձայնում են, շատերը կարող է եւ չբարձրաձայնեն, բայց ունենան իրենց մեջ։ Ես փորձում եմ մեր հրաշալի հյուրերի հետ միասին իրենց աչքերով, իրենց աշխարհայացքով պատասխանել որոշ այդ հարցերին, փորձել հասկանալ, թե ինչից է բաղկացած մեր ինքնությունը, ինչպիսի բաղադրիչներ ինքը ունի, եւ չտրվել այսօրվա հաճախ աղմկոտ ժամանակահատվածի առանձնահատկություններին, տարվել էմոցիոնալ, զգացմունքային, ճամբարային այդ վեճերով, բանավեճերով, իրար վրա լուտանքներ թափելով, մաղց թափելով, որը հասկանալի է, որ միգուցե եւ արդարացված ինչ որ որոշակի պատճառաբանություններ ունի, բայց մենք հասկանում ենք, որ կան մնայուն կարևոր արժեքներ, որոնց մասին մենք փորձում ենք խոսել եւ հնարավորություն տալ ձեր սիրելի հեռուստադիտողներ, սիրելի հետևորդներ մնալ եւ ունենալ այդ հնարավորությունը, այդ թթվածինը, որը հաճախ իմ նամակագրության մեջ, այսինքն ինձ գրում է, որ իրենք կարիք ունեն նման հաղորդումների, նման քննարկումների։ Հուսով եմ, որ այս անգամ էլ մենք բացառություն չենք լինի, այսինքն այս հաղորդման ընթացքում էլ կհնչեն հետաքրքիր մտքեր, եւ այսօր էլ մեր հյուրերից մեկը բացառիկ մարդ է, մասնագետ, ցեղասպանագետ, հետազոտող Ավստրալիայից, Արագ Հետիպյան, ողջունում եմ ձեզ։ Բարև ձեզ։ Մենք առաջին անգամ ենք առիթ ունենում շփվելու այս ձևաչափով։ Ես փոքր ներկայացնեմ ձեզ։ Դուք ավարտել եք Մխիթարյան միաբանության վենետիկյան վարժարանը, մասնագիտացել եք հայագիտության մեջ։ Բացառիկ մասնագիտություններից մեկն է։ Կարծեմ Բայրոնը եւ որոշ մարդիկ էլի զբաղվում են հայագիտությամբ։ Մենք իրենց մասին էլ շատ քիչ բան գիտենք։ Մխիթարյան միաբանությունը ֆանտաստիկ տեղերից մեկն է, կարծում եմ, որի մասին Հայաստանում եւս միշտ չէ, որ ըստ արժանվույն տեղեկացած են ցավոք։ Դուք աշխատել եք Բեյրութում, այնտեղ պարբերականներից մեկում Ararat Daily խմբագրական կազմում եւ նաեւ դասավանդել եք հայերեն եւ պատմություն Նիկոսիա Մերքոնյան վարժարանում։ Բայց այդ ընթացքում նաեւ զբաղվել եք ցեղասպանագիտությամբ։ Ինչու որոշեցիք զբաղվել ցեղասպանագիտությամբ։ 1980 թվականին ես փոխադրվեցա բնակություն հաստատեցի Ավստրալիա։ 37 տարի ապրեցա Ավստրալիա։ Երբ Ավստրալիա գացի, ես մասնագիտացա ֆինանսական գիտություններով, փողերու լվացման, կառավարության մեջ աշխատեցա, հետո հիմնեցի իմ ընկերությունը։ Եվ այդ փորձառությունը, որ մոտ 20-30 տարի ես ստացա այդ մասնագիտության մեջ, բավական օգտակար եղավ ինձի, ավելի ուշ, երբ դադրեցուցի իմ աշխատանքը, կենտրոնացա ցեղասպանության հետազոտության մեջ եւ այդ աշխատանքի մեջ իմ փորձառությունը ֆինանսական հետազոտություններով, ինչպես նաեւ հայագիտության եւ լրագրության մեջ աշխատելու այդ երեք մասնագիտությունները միացած շատ
կարևոր էր այս աշխատանքը գլուխանելու համար, որովհետև բավական դժվար գործ է։ Մենք խոսենք աշխատանքների մասին, որտեղ այս գրքերից որոշները կան, դուք 13 գրքի հեղինակ եք եւ ավել հոդվածների եւ այլն, որոնք հիմնականում նվիրված են ցեղասպանությանը, ավասիկ ես տեսնում հույների ցեղասպանությանը վերաբերող ասորիների, Ադանայի կոտորածների մասին եք գրել, խոսել եք ընդհանրապես վեր եք հանել մամուլում այն ժամանակվա հրապարակումներին, դիվանագետների, ժամանակին կոչվում են տելեգրամներ, այսինքն այդ հաղորդագրությունները, որոնք ուղարկում էին բանավոր խոսքի, նաեւ արձանագրումներ եք արել տարբեր։ Հարցը այն է, թե ինչու որոշեցիք զբաղվել այս աշխատանքով, որովհետև դուք սփյուռքահայ եք եւ սփյուռքահայի համար շատ ավելի միգուցե կարեւոր է որպես հոգու պարտք եւ ձեր ծնողները Արևմտյան Հայաստանից են, ենթադրում եմ, դրա այսինքն արդարության վերականգնման կանչներ, հոգու պարտքներ, թե նաեւ ժամանակակից աշխարհում ցեղասպանությունները կանխելու նաեւ նպատակ ուներ ձեր աշխատանքը։ Իմ ծնողները եւ մեծ հայրերը, մեծ մայրերը վիլիգիայեն են եւ ես երկրորդ կամ երրորդ նայած որ գոմը մորենական երկրորդ կամ երրորդ սերունդն եմ, որ ես մեծա Լիբանանի մեջ եւ ես ականատես եղած եմ դակավի մինչեւ 70 թիվը 75-ի քաղաքացիական պատերազմի ժամանակ այդ փախստականները, որոնք եկած էին գոդորազներ են, հաստատված էին Սուրիա եւ Լիբանան, դակավին իրենց թորները, զավակները, թորները գաբրեին ահավոր թշվար վիճակի մեջ։ Ես ականատես եղած եմ։ Եվ ինչպես ասիկ այդ բարդականությունը կար հայագիտությամբ զբաղելու եւ հետո ցեղասպանության խնդիրը ներկայացնելու ավելի այս աշխատանքը ավելի օդարներու համար է, թիրախ օդարներն են, ոչ հայ հասարակությունը գլխավոր նպատակը։ Երկրորդ պատճառը այն է, որ այս օրաթերթերու մամուլի, մանավանդ ամերիկյան մամուլի հետազոտությունը այս մագարտակի երբեք չէր եղած։ Փորձեր եղած են, Ռիչարդ Քլոյանը օրինակ, ինքը ռահվիրան էր, առաջին անգամ 80-ական թվերուն ինքը հրադարագեց 1-2 հատորներ, բայց բաճենով էր, ինքը բաճենահանած էր այդ էջերը, որ դարբեր օրաթերթեր են, ավելի New York Times-ի վրա կենտրոնացած էր, բայց այս հատորները գիտական ուսումնասիրություն են։ Ակադեմիական գիտական հրատարակություններ ունեն յետևը վերջավորության ունեն գիտական ցանկեր, անձնանուններու, դեղանուններու բացատրական ցանկեր եւ հոդվածները սրբակրված են այնտեղ որտեղ մենք սխալ տեսած ենք, օրինակ ամերիկյան թերթերում է շատ անգամ հայկական դեղանունները խեղաթյուրված են, անոնք մենք սրբակրած ենք։ Այս տարողությամբ աշխատանք չի եղած, համաբարփակ աշխատանք է։ Առաջում 14 հատոր հրադարակված է 1890 թվեն մինչև նայած որ հատորը մինչև 1930 Խոսքը New York Times-ում տպված հոդվածների մասին է։ Ծրագիրը երկու մասի կբաժնվի։ Առաջինը մատենաշարմն է, գլխավոր համբավավոր ամերիկյան 6 թերթերը, օրաթերթերը, New York Times, Boston Globe, Christian Science Monitor, Chicago Tribune, Washington Post եւ Los Angeles Times այս 6 թերթերը 10 հատորի մեջ, առաջին 7 հատորը դպված է, երկուքը պատրաստ է, վերջին 10-րդ հատորն էլ համարյա պատրաստ է, դպակության։ Բացի այս մատենաշարեն, ձեռնարկած եմ նաև ըստ ոլորտի ուսումնասիրություններ, որովհետև պատմաբաններ եւ ցեղասպանագետներ կան, որոնք կզբաղվին ոլորտներով, օրինակի համար հայ որբերու ճակատագրով,
կամ Միսիոներների օրինակ ընդհանրեն կյանքով կամ բռնի գրոնապողությունները, ինչպես նաև օրինակի համար հայոց ցեղասպանության գաբակցությունը ասորի եւ հույն ժողովուրդներու ցեղասպանության, որովհետեւ այդ շատ կարեւոր է, ինչու համար ես ցերնարգած եմ այս մյուս ժողովուրդներու ցեղասպանության ուսումնասիրությունը, որովհետեւ թրքական թեզը սկիզբեն երբ ցեղասպանությունը դեղի ունենար, եղած է այն, որ հայերը ապստամբած են կամ նպատակ ունեն ապստամբելու եւ հարվածելու մեր թիկունքեն։ Եվ այս թեզի որպեսզի հակառակ մենք փաստագրություններ բերենք, ես ուսումնասիրած եմ օրինակ հույներու եւ ասորիներու ցեղասպանությունը։ Այն պատճառով, որ թուրքերուն ասենք լավ մենք ապստամբեցանք, որ ճիշտ չէ, բայց ենթադրաբար այս մյուս երկու ժողովուրդներուն մեղքը ինչ էր։ Բոլոր քրիստոնյա ժողովուրդները ուզեցին նպատակադրված էին բոլորովին հերացնել փոքր Ասիային, թուրքական այդ տարածքին։ Պարոն Քետիբյան, մի հատ փորձեմ բարդ հարց տալ ձեզ, որը կարող է միգուցե նույնիսկ տարօրինակ հնչել։ Ինչու ի վերջո թուրքերը դիմեցին ցեղասպանությանը։ Այո, այդ հարցումին պատասխանելու համար տեսեք պատմությունը երկար շղթան է, որ կանեդանա հազարավոր տարի ետ կգնա եւ մենք բոլոր պատմությունը պետք է նկատի ունենանք, որ հասկանանք, թե ինչու ուր հասավ խնդիրը, որ պատճառ եղավ, որ թուրքերը, երիտասարդ թուրքերն հետո քեմարականները ցեղասպանության թեմ։ Սեփական քաղաքացիներին ըստ էության։ Այո։ Բոլորը, ինչպես դա կարևոր մի հարց է, որ շատ հաճախ պատասխանը ես միշտ չէ որ ճիշտ լսել եմ։ Բոլոր հայերը, ովքեր ցեղասպանվեցին, իրենք ունեին Օսմանյան կայսրության քաղաքացիություն։ Օսմանյան կայսրության մեջ ինչ որ ցեղասպանություն որ դեղի ունեցած, այսինքն փոքր Ասիա մեջ մինչև ներառյալ Կոստանդնուպոլիսը, ներառյալ Ադանայի եւ Հալեբի նահանգը, այսինքն մինչև Միջին Արևելք, Միջագետք, Իրաք այսօրվա եւ այլն, չախչախիչ մեծամասնությունը քաղաքացիներ էին։ Ունեն, այսինքն անձնագրեր, իրենք օսմանցի են համարվում, բայց նշում էր արված, որ իրենք քրիստոնյա են կամ հայ։ Այո, իրենք գիտեին ով էր քրիստոնյա։ Տեսեք, ցեղասպանությունը թրթաբաճարները շատ են, բաճարը շատ դժվար է բացատրել, որտեղ պետք է յետեր տան առնվազն 200 տարի 1915-ին գոնե 100 տարի առաջ։ Այսինքն 19-րդ դարու սկիզբը։ Բայց ըստ ձեզ ո՞րն է հիմնականը վախը այսինքն վախը, որ կարող են ապստամբել իրոք, վախը, որ կարող են ինքնուրույնություն ձեռք բերել, այո, շատ պատճառներ կան։ Պատճառներն գլխավորը այն է, որ երբ Աբդուլհամիդը սկսած է ցեղասպանությունը, Բերլինի դաշնակրեն, պայմանագրեն հետո կանոնավոր ծրագրված է։ Ադանային առաջ Համիդյան գոդորածները, Սասունի գոդորածները, Ադանայի գոդորածները եւ հետո ցեղասպանությունը, որ կգոչենք 15-ին հետո։ Պատմական ներքին եւ արտաքին քաղաքական գացությունը պատճառ եղավ, որ ցեղասպանությունը դեղի ունենա։ Բայց եթե յետեր տանք պատմական պատճառները շատ են։ Օրինակի համար նույնիսկ Ղրիմի պատերազմը կապ ունի չերքեզներու դեղափոխումը, որը գիտեք ռուսական կայսրությունը գոդորածներ կազմակերպեց, կգոչվի չերքեզներու ցեղասպանություն։ Ժողովրդները անցան Կովկաս եւ
բնակություն հաստատելու մեծ քաղաքներում, մեջ Կոստանդնուպոլիս, Իզմիր եւ այլն, այլ դեպափոխվեցան հայկական քյուերու, այդ հայկական նահանգներու մեջ, հայերու գողքին։ Եվ ցեղասպանությունը կորզատրողներու գլխավոր խմբակը չերքեզներն էին, որովհետև ադելություն ունեին խաչի անթեպ, քրիստոնեության անթեպ, որովհետև ռուսերը կոդորած էին իրենց, ինչպես քյուրդերն ամիացած են, թուրքերը շատ անգամ թուրքերը կփողոքեին, որ քյուրդերը եւ չերքեզները շատ անկոտ են հայերու անթեպ կոդորելու չափուսահմանը գա, այսինքն այդ բանն փաստակրումը գա այստեղում մեջ։ Քաղաքական առումով երբ Օսմանյան գայսրությունը սկսավ փլուզվել, սկսավ գործընկերներ օրինակի համար հյուսիսային Ապրիգեի նահանգը իդարիոթեն բادرազմին 1911-12 բادرազմին գործընծուց այդ նահանգը հյուսիսային Ապրիգեն, այսինքն հետո Բալկանյան երկու բادرազմները գործընծուցին նորեն դարածքներ, արաբական ապստամբությունը, Օսմանյան կայսրությունը գնում էր փլուզման, այդ իբր հետևանք երիտասարդ թուրքերու այդ երեք ջիվաղները ես կոչեմ, Թավահատը, Էնվերը եւ Ջեմալը, որ ամսան երիտասարդ թուրքերու գլուխը, կառավարության գլուխը, իրենք որոշեցին, որ Թուրքիան թուրքերու համար։ Այս բարձ գխոսին, շատ ուրիշ բաներ բադահացեն, ժողովներ, հանդիպումներ հայերու հետ, դաշնակցականներու հետ եւ այլն, որ դաշնակցական կուսակցությունը եւ հայերը ընդհանրապես զորավիկ կանգնին իրենց եւ այլն։ Այդ որոշումները արդեն 1912-13-ին դրված էր երիտասարդ թուրքերու կողմէ, որ պիտի գոդորեն հայերը կամ պիտի արդակսեն կամ պիտի կրոնափոխելան։ Այս երեք զենքերը կրնանսեր ցեղասպանության։ Որքան հազար հայ կրոնափոխ եղավ փրկվելու համար մոտավոր կա հաշվարկը։ 100,000-ավոր։ 100,000-ավոր։ Այս ես քիրքերես մեկը անոր մասին է։ Բոլորը հիմնված են 1895-ին սկսած Աբդուլհամիդի գոդորածները մինչև 1920 ամեն քյուրի մեջ, յուրաքանչյուր քյուրի մեջ քանի հոգի կրոնափոխ եղած են կամ կանայք բռնի ամուսնացած են թուրքերու կամ իսլամներու, մամեդականներու հետ կամ երեխաներ, որոնք բռնի կրոնափոխ եղած են որբանոցներ, այսպես կոչված թրքական որբանոցներու մեջ։ Դա այսինքն ճիշտ է, որ հիմա շատ ու շատ թուրքերի մեջ, այսպես ասած, հայկական արյուն է հոսում։ Շատ 100,000-ավոր։ Եվ հիմա իրենք են նոր են բարձում, չնայած դրանից չգիտեմ, որևէ բան փոխվում է թե ոչ։ Պարոն Քեդբյան, այսպես մի հատ, այսպես ես նայում եմ, իհարկե նոր բան չի, որ տեսնել թե ինչերի մեջով ենք մենք անցել։ Փորձենք ժամանակակից մեր հատված վերադառնալ եւ ավելի բարդ է։ Մենք ըստ ձեզ կրում ենք տրավմաները ցեղասպանության վերապրելու, հոգեբանական կամ անգամ ֆիզիկական։ Մենք այսօր 2025 թվականի նոյեմբերի դրությամբ մեր մեջ կան այդ տրավմաները ըստ ձեզ։ Այո, կան։ Եվ չի վերջանալու այդ տրավման, որովհետեւ ասեմ ինչու այս հարցն ալգա, որ գիշեք խոսվեցավ, որ ցեղասպանության զոհերու անունները հիշվին, ստուգեն անունները։ Այս ստուգումը հրյաները դակավին աշխատին իրենց համար, դասնամյակներով մեկ առ մեկ ճշտեն թե ով է եղել եւ այդ բոլոր մարդկանց պատմությունը վերհանեն, հա, հասկանալ։ Արհեստական իմացականության միջոցով եւ իրենք որ գսեն 6 միլիոն զոհ ունենք, առայժմ հասած են մոդավոր, եթե չեմ սխալվում, 4,900,000-ի։ Բայց միլիարդավոր դոլար ծախսած են եւ դակավին շարունակեն ծախսել։
Մեր բարակային ուրիշ է, որովհետև մեր բարակային ցեղասպանության զոհերը միայն սպանվածները չէին։ Ցեղասպանության զոհերը, սպանվածները, գրոնափոխ եղածները, այդ բոլոր հազարավոր, 100,000-ավոր մարդիկ, որոնք անհետ կորան, չի կարելի այդ մարդկանց ինքնությունը ստուգել։ Եվ տասնյակ հազարավոր զոհեր, որոնք ցեղասպանության հետևանքով, ցեղասպանության մի քանի տարի հետո մինչև մահացան սով ներառյալ Հայաստանի ներկա տարածքին, սով եւ թեորայքի բագասեն մեծ թիվով։ Էջմիածին, Դիլիջանը, Գյումրին, Վանաձորը այդ ժամանակ ուրիշ անուններով ծանոթ էին, Կարակիլիսը, Ալեքսանդրոպոլ, Երևանը որբերով եւ քաղաքականներով լեցուն, որոնք հարյուրավոր օրական գմանային սայլերով ամեն օր երեխաները եւ մահացողները գտանեին թաղելու։ Ինչ եք կարծում, կա նման կարծիք, որ ցեղասպանությունը մեզ դարձրեց զոհ եւ այդ զոհի կերպարը, զոհի հոգեբանությունը մեր մեջից դուրս չի եկել մինչև օրս եւ մենք պետք է հաղթահարենք այդ զոհի բարդույթը, կոմպլեքսը, ինչպես ասում են։ Արդյոք առաջինը դա այդպես է թե ոչ, որ մենք ունենք նման կոմպլեքս, եւ երկրորդ արդյոք իսկապես մենք պիտի հաղթահարենք ընդհանրապես այդ խնդիրը, թե դա, ինչպես օրինակ դուք հրեաներին նշեցիք, ես աշխատել եմ որոշ ժամանակ Իսրայելում եւ պիտի ասեմ, որ իրենք կարողացան հոլոկոստը, ինչպես որ դուք եք նաեւ նշում, ինչ որ առումով կապիտալիզացնել, այսինքն այդ never again-ը, այլևս երբեկը, իրենց գլոբալ առումով զինված ուժերի կարգախոսն է։ Այսինքն իրենք կարողացան այդ իրողությունը ծառայեցնել իրենց պետականաշինության nation building-ի համար։ Մենք ինչ ճանապարհ պիտի անցնենք եւ արդյոք նորից հիշեցնեմ հարցս, մենք ունենք այդ զոհի բարդույթը թե ոչ ձեզ։ Գասկաչի գա, որ ունենք եւ այդ կարծեմ պատճառ է, որ հիմա սպյուրքի մեջ նոր սերունդը սկսած է մի քիչ անդարբեր գտնվել ցեղասպանության հիշողության առումով այս մտահոգիչ է, այդ պատճառով պետք է մոդեցումը փոխվի։ Ես հիմա 100% պատասխանը չունեմ, որ ինչպես պետք է փոխենք այդ, որովհետև այնքան ուժը ապտակ էր մեզ այդ ցեղասպանությունը, որ մտած է մեր հոգեգան իմացականության մեջ։ Կերտվածքի մեջ է, հա։ Շատ դժվար է, մեր մշակույթի մաս կգազմի կրնամուսը, ինչպես գրոնքը, այդպես ցեղասպանությունը, մեր զոհերու հիշադակը, այդ նոր սերունդը մի քիչ տարբեր ցեղով կմոտենա հարցին, պետք է ուրիշ ցեղով մոտենանք մենք նոր սերունդին։ Դուք գրքեր եք գրում, որոնք գլոբալ առումով ենթադրում են մարդկանց իրազեկման գործընթաց, այսինքն մարդը պիտի իմանա ինչ է տեղի ունեցել, ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս։ Սա նշանակում է ճանաչել տալ իրողությունները, բայց հիմա մենք ապրում ենք, ինչպես որ որոշ մասնագետներ նշում են, post-truth իրավիճակում, այսինքն հետ ճշմարտության ժամանակահատվածը, որտեղ ամեն ինչ կարելի է ցանկացած ձևով մեկնաբանել։ Մեկնաբանության դարաշրջանում ենք ապրում, ոչ թե իրողությունների, ոչ թե փաստերի։ Ինչպես մենք կարողանանք ցեղասպանության գաղափարը ոչ թե դարձնել ուղղակի այդ զոհ լինելու կամ պարտված լինելու դրոշակ, այլ իրեն ինչպես տրանսֆորմացնենք, որ ինքը եւ աշխարհի համար հասկանալի լինի եւ մեզ համար ինքը ոչ թե վնաս տա, այլ օգնի մեզ առաջ գնալ ավելի շատ։ Ինչ կվերապերի մեր հայերուն, մեր իրականության, սերունդներուն եւ այլն, ես կգարձեմ պետք է կենտրոնանանք ավելի կոտորածներն հետո, չարտերն հետո, մեր այդ բոլոր վերածնունդի վրա, այդ բոլոր մեծ գիտնականներ, գրողներ եւ այլն, որոնք մեջտեղ եկան աշխարհի ամեն կողմը եւ մինչեւ հիմա ունենք, պետք է կենտրոնանանք, ես կգարձեմ այդ վերածնունդի գաղափարի վրա։ Ինչ կվերապերի օտարներուն, եթե իրենք չիմանան պատմությունը,
օդարները, դժվար է թե մենք իրանց հետ որևէ մի կերպ հարաբերենք հաջորդ մագարտակի համար։ Այդ պատճառով է, որ այս բոլոր գիրքերու թիրախը օդարներն են, որովհետեւ նախ իմանան պատմությունը ինչ եղած է։ Ցեզ ասեմ, ցեղասպանության ճանաչումը դարօրինակ իրականություն է, որովհետև կապ չունի փառահեղականության հետ, կապ չունի քաղաքական ճշմարտության հետ կամ փարիացակամության հետ, այլ կապ ունի շահերու հետ, կապ ունի արևդուրի հետ, արևդրական շահերու հետ։ Եվ աշխարհի երկրներու, պետություններու մեծ մասը հետաքրքրված չեն ընդհանրապես ցեղասպանությունը ճանաչելու։ Շահավետ չի։ Շահավետ չի։ Հակառակ չեմ, բայց հետաքրքրված Բանկ է դիվան, բայց իսկապես դա անում որոշակի շակերտներում իհարկե բայց ճշմարտություն կա, դա մեր ցավն է, եւ այնպես չի, որ մեր ցավը բոլորը պարտավոր են կիսել կամ բոլորը պարտավոր են զգալ։ Մենք ինչու համար ենք ուզում ցեղասպանությունը որ ճանաչվի, որպեսզի մարդիկ մեզ կարեկցեն, որպեսզի մարդիկ մեզ օգնեն, որպեսզի մարդիկ դատապարտեն, կանխենք հետագա ցեղասպանությունները, թե ուղղակի զուտ, որպեսզի մենք բարոյապես մեզ զգանք բավարարված, որ աշխարհը ենթադրենք ճանաչել է եւ ընդունել է դա։ Մի քիչ բոլորը մաս կգազմեն այս աշխատանքին։ Ճանաչումը երբ պետությունը կճանաչի հրճակե, որ մենք կճանաչենք, կընդունենք, որ այո ցեղասպանությունը դեղի ունեցած է, երկրորդ կարևոր փուլը իրենց գրթական ծրագրի մեջ մտցնելն է այդ ուսուցումը։ Կարծիքի մը հակառակ process է տեղ ունենում, մենք ենք հանում մեր մուտից, ոչ թե իրենք են ավելացնում։ Այո, բայց օդարները իրենք օրինակ Ավստրալիա, New South Wales նահանգի մեջ ընդունած են ցեղասպանությունը, շատոնց։ Բայց շնորհիվ հայ քաոթի աշխատանքներուն հիմա գրթական ծրագրի մեջ պիտի մտնի 2027 թվականին սկսած 2 տարի հետո։ Ամերիկայի նահանգներում մեջ որոշ գրթական ծրագրի մաս կգազմի։ Այս բոլորը իշա է մեզի, իշա է նյութական, իշա է բարոյական եւ որ օրը միջազգայինորեն ջանցվի եւ այս ցեղասպանության մասին խոսվի։ Եթե այս աշխատանքը չդարվի, հետևողականորեն պիտի մոռացության Տարբերություն հրեաների Հայաստանում 90-ականներից սկսած մշակվեց հետևյալ մոտեցումը, որ ցեղասպանության ճանաչումը Հայաստանի խնդիրը չի, այլ միջազգային հանրության եւ մասնակիորեն նաեւ Սփյուռքի հարցն է։ Սա այնքան տևեց տարիներ, որ հիմա մենք հասել ենք մի կետի, որտեղ պետությունը ինքը կարծեք նույնիսկ հորդորում է այլ կառավարություններին չվնասելու հայ-թուրքական հարաբերություններին, ցեղասպանության հարցը դնել մի կողմ։ Անկամ այստեղ որոշակի դուք հիշեցրեցիք այդ հայտնի խոսք, որ անունները պետք է իմանանք, դեռ ովքեր են եղել կամ արդյոք ես հիմա մի հատ էլ գտա խոսք, որ ասում է արդյոք մենք պետք է հասկանանք, թե ինչ են շահել տարբեր պետություններ ճանաչելով ցեղասպանությունը։ Այդ դեպքում ինչ անել, որ այս խզումը, ըստ իս դա խզում է, հակառակ ուղղությամբ չգնա, այսինքն մենք չունենանք մի իրավիճակ, որտեղ ցեղասպանությունը ոչ թե տրանսֆորմացվի, ինչ որ նոր բանի վերածվի մեզ համար որպես ինքնության մի մասի, այլ ինքն ընդհանրապես դուրս գա եւ դուք էլ նաեւ նշում եք նոր սերունդը Սփյուռքում, եթե այդ գիծը չպահվի, ինքը նույնիսկ հայերեն կարող է վաղը չխոսել եւ իր համար ծագումը հայկական լինի ընդհանրապես էկզոտիկ ինչ որ մի հատ հետաքրքիր բան, բայց ոչ ինքնության մի մաս։ Տեսեք, ես կառավարության, արտգործնախարարության որևէ փաստաթուղթ չեմ տեսած, որ մեր դիվանագիտական գազմին ինչ հրանք դրված է ցեղասպանության ճանաչման աստնտրով։ Բայց կնամս էր, որ ցեղասպանության ճանաչումը 99% սփյուռքահայության աշխատանքը եղած է վերջին 100-110 տարի։ Ամիջապես 1919-ին սկսած է այս ճանաչման խնդիրը։ Սփյուռքի գազագերբություններն են, որ այդ աշխատանքը կդանեն, ոչ մեր տեսփանատուները։
Բայց խնդիրը այն է, որ տեսփանատուները մեր դիվանագիտական գազմը արգելք չի հանդիսանում այդ աշխատանքին։ Կարող է ուղղակի արգելք չլինել, բայց ոչ էլ աջակցեն, խրախուսեն, չի բացառում, որ օրինակ ենթադրենք մյուս տարի ապրիլի 24-ը չնշվի նույն ուժգնությամբ կամ չլինեն ընթացքում կամած, ինչպես օրինակ հիմա տեսնում եք Արարատի սիմվոլը հանում են կնիքից։ Այո, դա մեծ բան չի գլոբալ առում, թե մենք անդրադարձել ենք այդ հարցին, բայց ինքնությունը ինքը շղթա է, DNK-ի նման շղթա է, ինքը բաղկացած է տարբեր մասերից, ինքը մի բան չի։ Կամած այդ մասերը թուլացնելով դու բերում ես ինքնության փոփոխության։ Համաձայն եք, որ ինքը կարող է կամած թուլացնելով, չհանելով, բայց թուլացնելով, շեշտադրումները թուլացնելով, Արարատը, սիմվոլները տարբեր, ցեղասպանության հարցը, Սփյուռքի հետ կապը, եկեղեցին, այդ բոլոր հիսյունները, որոնք եղել են հայի ինքնության մի մաս, լավ վատ դա հարցի այլ կողմն է։ Իհարկե, բոլոր ազգեր ունեն եւ լավ եւ վատ մասեր իրենց մեջ, այնպես չէ որ հրեաները բոլորը իդեալական են կամ ամերիկացիները կամ ավստրալացիները, բայց ինքնություն է։ Հիմա ինչպես անել, որպեսզի այդ ինքնությունը մենք պահպանենք, չվնասվի հանկարծ։ Ինչ եք կարծում։ Տեսեք, թուրքերը ցեղասպանությունը իրակորձելու համար, ինչպես նշեցի, այս բառը գրնամ օգտագործել, հարցակում կործեցին մեր մշակույթի վրա։ Այսինքն այդ անձինք, որոնք չսպանվեցան, չգոդորվեցան, պետք է կամ կրոնափոխելային, այսինքն հարցակում էր կրոնքի վրա, որտեղ մեր մշակույթի հիմնական սյունն է։ Մատրիքսն է ինքը ըստ էության։ Կրոնքը եւ լեզուն հարցակեցան այս երկուքի վրա։ Կրոնափող եւ այդ բոլոր երեխաները արգելվեցավ որբանոցներում մեջ, արգելվեցավ իրենց հայերեն խոսել եւ մկրտվել նաեւ եկեղեցու։ Ուրեմն իրենք գիտեին ինչ պիտի անեին։ Մշակույթի վրա հարցակումը կրոնք եւ լեզու։ Արդեն իրենք որոշած էին, ապուշ չէին, թուրքերը այդ ոճրակորները, ասեմ, մարտասպանները եւ ավազակները, որտեղ իրենց երկրի ունեցվածքը կողցան փախան։ Այդ թալատը, որ Բերլինի մեջ կաբրեր, շատ հանգիստ, Քանսադան փողերով էր որ գաբրեր։ Ուրեմն իրենք որոշեցին հարցակել մշակույթի վրա գրոնք լեզու։ Եթե հիմա մենք գործընծնենք այս երկուքը խաղաղության տարաշրջանի մեջ նույն բանը հրազգլանք մեր ժողովրդի դեմ, մենք մեր ժողովրդի դեմ, ինչ որ թուրքերը 15 թվականին իրակորձեցին։ Հիմա տեսեք այդ խորհրդանիշներու փոփոխությունը եւ այլն, այո ճիշտ է, ես նայել եմ ուրիշ ազգեր չունեն ազգային այդ կան որ ունեն գնիկներու վրա չունեն ուйներն չունեն գազը բայց դա ինչ պիտի ունենան Հայա Սոֆիայի նկարը չեն դնելու ամեն մեկը իր պատմությունն իրեն բերել է այդպես խնդիրը նպատակն է ինչու համար այդ նպատակն է ոչ թե արարքը նպատակը պետք է ուսումնասիրել թե ինչու մենք փոփոխության պիտի ենթարկենք այդ մեր ազգային խորհրդանիշները։ Չէ, դա պարզ է, որովհետև դա այդ հարցը, չգիտեմ դուք արդյոք եղել եք Թուրքիայում։ Թուրքիայում ոչ շատ փոքր անցողագին է։ Ես արդեն ունեցել եմ այդտեղ աշխատանքի բերումով լինելու եւ հանդիպումներ ունենալու տարբեր բարձրաստիճան նաեւ պաշտոնյաների հետ եւ այդ հանդիպումների ժամանակ մեծ մասամբ հարցերից մեկը սիմվոլիկայի հարցներ եւ իրենք դեռևս ես դա կասեմ 15-16 թվականներին, այսինքն դա նոր բան չեմ ասում, խոսք էր հենց մասին դրա, որ պետք է Հայաստանը հրաժարվի դրանից, առաջինը դրանից, երկրորդը պետք է հրաժարվի կամ թույլատնի իր ձգտումները ցեղասպանության մասով, երրորդը Սփյուռքը որպես խանգարող գործիք, որպես խանգարող գործոն, որից պետք է Հայաստանը օր առաջ հրաժարվի, եթե ուզում է ինքը ապագա ունենալ, ոչ թե այն իմաստով, որ կհարձակվեն մեր վրա, այլ այն իմաստով, որ եթե դուք ուզում եք նոր պետություն կառուցել, ապա հրաժարվեք Սփյուռքից, որտեղ Սփյուռքը խանգարում է Հայաստանի Թուրքիայի հարաբերությունները։ Սա նոր բան չի։
Հետևաբար այստեղ պատահականություն չի, որ սկսել են այդ կետից շարունակությունը արդեն տեսնում ենք, որ ցեղասպանությունը ոչ թե հանելը արանքից, այլ ուղղակի փորձել ցեղասպանության խնդիրը ավելի անգլեն ասում են downgrade անել, այսինքն կարևորությունը քչացնել, իրեն չբերել քաղաքական ասպարեզ, թողնել միայն մշակութային, որպես այդպես հիշողություն, որպես պատմություն նշել, բայց ոչ ավելին, ոչ ավելին։ Կարծում եմ, որ սա այդքան էլ լավ բան չի, եւ Սփյուռքն էլ արդեն կարծում եմ, որ Սփյուռքում էլ են այսօր այդ խմորումները, երևի կիսվել է Սփյուռքը, թե որն է ճիշտ, որն է սխալ, դուք ավելի լավ կիմանաք։ Տեսեք, Սփյուռքը դարօրինակ գազմն է, ասես puzzle-ի նման է, գդոր, միա գդոր չէ։ Ինչպես է Հայաստանը։ Նույնիսկ ովև է մեկ երկրի մեջ, առնենք Ֆրանսա, Փարիզի քաղաքը ուրիշ նկարակիր ունի, Մարսեյի քաղաքը ուրիշ նկարակիր, ուրիշ խնդիրներ ունի եւ այլն։ Այնպես որ շատ դժվար է բոլոր Սփյուռքը միացնել մեկ քաղաքի շուրջ։ Եվ գարզը միշտ պիտի լաթերուտեն գարզիկներ այս ընթացքի մասին։ Ես կարծեմ ընդհանրապես մեծամասնորեն Սփյուռքը այս աշխատանքը պիտի շարունակի։ Տեսեք, բայց հիմա շատ կա հարցակում դաշնակցության վրա, որը հիմնականում այդ լոկոմոտիվն է եղել, տանող գնացքն է եղել, արդյոք սա չի վնասում իրենց աշխատանքներին, թե դա միայն Հայաստանում է, որ այդպես է, նրանք շարունակում են ակտիվ լինել եւ Ավստրալիայում եւ Միացյալ Նահանգներում հայդատը եւ այլն։ Տեսեք, ես որոշ օրինակներ դամ որովհետեւ կորզնական օրինակներ որովհետեւ հասկանանք, որ այս աշխատանքը հայոց ցեղասպանության ճանաչումը ինչ ճանապարհով գանցնի։ Եվ օրինակ պիտի դամ միայն մեկ երկիր, այս բարակային Ավստրալիա, որը մոդեն ծանոթ են։ Ամենաառաջ ասենք, ներ գազམ་ագերբությունները եւ գլխավորապես հայտարարի անձնապունքը տասնամյակներով աշխատանք կդանի, ամենաառաջ անձնական գաբեր հաստատել քաղաքական անձնավորություններու հետ եւ ինտիմատիր եւ իշխանության կլուբ, որովհետեւ մի տարի հետո այդ ինտիմատիրը պիտի լա անցնի կառավարության կլուբ։ Այս կսկսին ամենացածր մագարտակեն անգլերենով ասեն grassroots։ Ասեն ամենացածր, ասեն թաղաբեդարանով կսկսեն։ Այդպես օրինակ տամ, որ ինվենտիրները այո։ Հետո գանցնին քաղաքաբեդարանի մագարտակի, հետո գանցնին նահանգային իշխանության, հետո ասկային իշխանության։ Այս բոլորը գարնե տասնամյակներ, 50 տարի, 60 տարի, 100 տարի։ Այս կապերը մեր տեսփանությունները կարողություն չունեն, ոչ փորձառություն ունեն, ոչ կարողություն ունեն ֆիզիկական, այս տեսակ կապեր մշակելու։ Որովհետև այդ անձնագազմը այսօր կա վաղը չկա։ Փոփոխության կենթարկվի մեջ։ Այդ կապերը դժվարին։ Եվ ուրիշ կարևոր Բայց պատասխանեցիք դաշնակցության հարցին, իրենք ավելի հիմա, քանի որ իրենք անդադ հարվածի տակ են, շարունակում են ազդեցություն ունենալ այդ հարցում, թե իրենք մի փոքր քաշվել են եւ զբաղված են, այսպես ասած, ներքին այդ իրենց խմորումներով։ Չէ, աշխատանքը կշարունակվի։ Մանավանդ օրինակ, նորեն Ավստրալիա օրինակ, կամ Ամերիկայը նույնպես աշխատին հիմա հույներու եւ ասորիներու քաղաքի հետ, ինչպես նաեւ շատ անգամ քուրդերն արգմիանան։ Եվ բավական լավ արդյունք ունենա։ Օրինակ համար Ավստրալիա փոքր, ամենափոքր նահանգը Տասմանիա անցած տարի հրճակեց, որ այդ ցեղասպանությունը իրականություն է, պատմական մենք կընդունենք։ Բայց միայն հայոց ցեղասպանության մասին չէր այդ որ հրճակեցին, այլ նաև հայոց հույներու եւ ասորիներու։ Բայց ինչ է կարծում, այդ նախ Ավստրալիան դա չի ճանաչել, որոշ նահանգներ են ճանաչել, բայց եթե ենթադրենք ճանաչեց Ավստրալիան, Միացյալ Նահանգները ճանաչեց, Գերմանիան ճանաչեց, Ֆրանսիան։
Արդյոք սա մեզ որևէ ձևով, ես դեմ չեմ, այսինքն բացարձակապես ոչ թե խոսքը խնդիրն այն է, որ պետք չէ որ ճանաչեն, բայց սա ինչ է մեզ տալիս գլոբալ առումով, արդյոք սա բերելու է կամ կհանգեցնի այն բանին, որ Թուրքիան ինքը ճանաչի, թե հակառակը, որքան նրանք ճանաչեն, այնքան Թուրքիան առավել եւս չի ճանաչելու եւ հրաժարվելու եւ հերկելու է եւ ամեն ինչ անելու է Ադրբեջանի հետ միասին, որ դեռ ավելին մեզ մեղադրեն ցեղասպանության մեջ, ինչպես որ անում են, մեզ ստիպեն, որ ներողություն խնդրենք, մեզ ստիպեն հրաժարվել մեր սեփական պատմությունից։ Թուրքերու նպատակը մենք ծանոթ ենք նպատակին, ինչ է։ Այսինքն հայությունը վերացնելն է։ Այդ ցեղասպանությունը, որ դերի ունեցավ, միայն մեկ դրվագ է։ Այսինքն մեծ դրվագ է։ Անգե առաջ ուրիշներ, ինչպես նշեցի, 1878-ին գանավոր զրակշված էր, որ հայերու թիվը քչացնում, նվազեցնում, փոքրացնում, այդ բոլոր հայկական նահանգների մեջ։ Հետո որ ցեղասպանությունը եւ այլն դերի ունեցավ, հիմա բոլորովին հայերը անհետացան։ Հիմա ունենք Հայաստանի Հանրապետություն բնակչությամբ եւ այլն։ Իրենց նպատակը մեզ վերացնելն է։ Այսինքն մենք չխաբվենք, որ հարաբերության մեջ են իրենց հետ սահմանները բանանք եւ ամեն ինչ կվերաթարնա լավ վիճակի։ Այդ նպատակը իրենք միշտ ունեցած են։ Իրենք սերջուկներ են, մյուս կողմը ունենք թաթարներ։ Իրենք չեն փոխված։ Այսինքն անունը փոխված է իրենց, մեկը ոչվի թուրք, մյուսը ազերի, բայց իրենք կմնան այդ կոչվող ժողովուրդները, արշավող ժողովուրդներ կանտով։ Հիմա մենք եթե հրաժարինք այս աշխատանքը, այնպես չէ, որ ոչ քոչվորները պակաս են քանդել եւ ավիրել։ Նայեք ամբողջ եվրոպական պատմությունը, պակաս են ավիրել իրենք։ Ես հասկանում եմ, այսինքն հասկանալի է, բայց ասել, որ քոչվոր են եւ ավիրող են, երբ որ մեծ են քոչվոր դարձել, իրենք արդեն 1000 տարուց ավել այնտեղ նստած են եւ կայսրություն են ստեղծել եւ ամբողջ Եվրոպան են գրավել, ամբողջ աշխարհին ստիպել են, որ իրենց հետ հաշվի նստեն, այսօր էլ հաշվի են նստում աշխարհը։ Հետեւաբար մենք ինչ երազանքով ենք ապրում։ Իրենց աշխատանքով եւ իրենց խելացիության արդյունք չէ, որ իրենք Եվրոպայի կամ աշխարհի հետ բանի համավասար հարաբերության վրա են։ Այլ եվրոպական երկիրներու, արևմտյան երկիրներու գլխավորապես իրար միջև ագասական այդ բայկարի արդյունք է, որ թուրքերը հզորացան։ Ոչ թե որ կարողացան օգտվել, էլի, կարողացան հասկանալ ճիշտ։ Մենք երբ պիտի կարողանանք եւ հավասար լինենք մեր ուժով Թուրքիային, Ադրբեջանին, մարդիկ օրինակ այսօր անուններ էական չեն, ասում են մենք օրինակ ինչ բանակ պիտի ունենանք, արդյոք մեզ պետք է ուժեղ բանակ, ուժեղ ասում է, ումից ուժեղ լինենք, որ պետությունից ուժեղ լինենք, քանի պետության դեմ մենք կարող ենք կռվել։ Եվ այս հոգեբանությունը, որ ավելի վատն է, ըստ իս քան նույնիսկ ցեղասպանության ենթադրենք այդ զոհի կերպարով մնալը։ Ազգերը հասկացել են, որ եթե իրենք չկռվեն, եթե իրենք չխորամանկեն, եթե իրենք չուժեղանան, եթե իրենք չփորձեն մանևրել այս ժամանակների մեջ եւ իրենց տեղը գտնեն, անկախ նրանից քոչվոր են, հիվար են, ինչ են, բայց իրենք հասկանան իրենց շահը, ինչպես հрьяաները հասկացան, ինչպես էլի ազգեր, որովե ձեով դու չես կարող պահպանել քեզ, ինքդ քեզ։ Հիմա մենք կանգնած ենք այդ ճգնաժամի առջև, որ մենք կարող ենք կորցնել ինքներս մեզ ուղակի։ Մենք պիտի զորանանք, այս շալ անգամ նշած եմ, ամեն տեսակետով, դիվանագիտական, քաղաքական, ռազմական, որովհետև թուրքերը ուզեն, որ մենք չզորանանք, չնշանակել, որ մենք պետք չէ զորանանք։ Չկա որևէ մեկ երկիր, որ չուզեր զորանա։ Սուրիայում, բռնած, Իրաքեն, Պարսկաստանեն, Հորդանանեն, բոլոր երկրներն ունին իրենց խնդիրները, իրենց հարևաններու հետ։ Մենք Եվրոպայի մեջ չենք գտնվել, մենք կգտնվենք հանդիսակ դարաշրջանի մեջ, որ հինեն ի վեր լուրջ խնդիրներ դված է մեզ։ Մենք պիտի շարունակենք, մենք զորանանք, թե ռազմական, թե քաղաքական, դիվանագիտական եւ թե այս աշխատանքը պիտի առաջ տանենք։ Եվ մենք պիտի ներկայացնենք այս աշխատանքը, որովհետեւ փաստենք, որ այդ մարտիկը, այդ ազգերը, որոնք հիմա
հակված կապված կներկայանան Եվրոպայի բարեկամ պետություններ կամ կարևոր պետություններ կոչվող ժողովուրդներ են եղած։ Ոչ թե միայն կոչվող, այլ մարդասպան ժողովուրդ։ Այս հատորները եթե միայն վերնակիրները կարդաք, ահռելի բան է։ Ես անցած տարի հրավիրված էի Աթենքի ակադեմիայի մեջ ելույթի հայոց ցեղասպանության առիթով ույներու եւ ներտեսպանության միջոցով կազմակերպված եւ իմ խոսքի մեջ այդպիսի որ միան վերնակիրները եթե կարդաք այս թերթերում օրաթերթերում արդեն շատ հստակ ցույց կտա որ ցեղասպանություն էր այդ ցեղասպանություն բառը չկար այդ ժամանակ բայց ուրիշ բառեր օգտագործեին ու շատ նման են Պարոն Քեթրյան, եւ իմ վերջին հարցը, որը ավանդական հարց է դարձել, բոլոր հյուրերին եմ տալիս, անկախ թեմայի ընթացքից, ուզում եմ որ նշեք, որոնք են ձեզ հայի դրական կողմերը։ Միգուցե մենք այդ կողմերի մասին քիչ ենք խոսում կամ այդ կողմերը ծածկվել են մեր այս առօրյա կենցաղային այս քաոսի մեջ, բայց մենք ունենք այդ հատկանիշները։ Խավոր հատկանիշը, որ ես կարծեմ հիմա մեր իրականության մեջ չի հիշվի, չի խոսվի շատ, այն է, որ երբ ես համարյա 20 տարի ուսումնասիրած եմ այս խնդիրը, այս թերթերը, հազարավոր հոդվածներ եւ այլն, ամերիկյան հասարակության եւ կառավարության այդ ահռելի հսկայական լայնածավալ օգնությունը, որ հասցուցած են այս ժողովրդի մնացորդներուն 1919-30 թվականներում ես համոզված եմ որ ամենամեծ օգնությունը որ հայ ժողովրդին հասած է հայերու կողմը եղած մեր ժողովրդի կողմը մեր գազམ་ագերբությունները հայ բարեգործական ընդհանուր միութեն են բռնած ամերիկայի արքայութեն եվրոպայի արքայութեն բռնած նույնիսկ որբանոցներու մեջ բժիշկներ, բուժքույրեր, վարորդներ, այս բոլորը գամավոր գերբով հայեր էին, ամերիկացիներ, գերմանացիներ, օդարներ չէին։ Այդ օդար ասկիները գարավարիչներն էին, գլխավոր բարձրացնողությունը իրենց ուսերում վրա էր, բայց աշխատակազմը հայեր էին։ Եվ այս խնդրի մասին ես կարծեմ բավարար չի խոսվել մեր իրականության մեջ, որ երբ հայը այդ ահռելի կացության մեջ էր, համարյա մեր ժողովրդի գեսը սպանված էր։ Մյուս բավական մեծ մասնիկը ահավոր վիճակի մեջ է։ Այդ մնացորդը բրգերու համար ահավոր աշխատանք տարած է հայ ժողովուրդ։ Հուսանք, որ դա երբեք մեր մեջից դուրս չի գա։ Այս մասին չի խոսվի, ես կարծեմ պետք է կենտրոնանանք այլևս, որ ցույց տանք, որ ով էին այդ հայերը, որոնք օգնած են։ Ոչ պակաս օգնեցին, քան նոտարները, որոնց մասին մենք այո, պետք է երախտագիտորեն հիշենք, ընդհանրապես կարծում կարևոր բան եք ասում եւ այն որ մենք կարող ենք կարեկցող լինել եւ մյուս կողմից նաեւ շատ կարեւոր է որ մենք երախտագիտություն ունենանք այն բոլոր մարդկանց անհատների կազմակերպությունների հանդեպ որոնք վերջին իրենց միգուցե լումանել ներդրել են որպեսզի մենք այսօր նաեւ դա վերաբերում է զինվորական են բոլոր նրանց ովքեր որ իրենց կյանքով եւ իրենց աշխատանքով իրենց նվիրումով են ծառայել եւ շարունակում են ծառայել մեր պետությանը։ Ինչ որ բան եք ավելացնելու։ Կորզական օրինակն է միան դա, որ հայերը ինչպես այդ մնացորդները ծրված էին միջակետքի անաբատներու մեջ, դասնյակ հազարավոր եւ հայկական գազམ་ագերբությունները հadoop խմբակներ ստեղծեցին, որոնք իբր արաբ ծտված էին եւ ուղարկեցին այդ անաբատներու մեջ դասնյակ հազարավոր որբեր եւ քաղաքականներ դերին Երուսաղեմ հետ գնեցին գումարով են գումարով գնեցին առաջնորդեցին դեպի հայկական գետրոններ օրինակ Երուսաղեմ եւ
Եգիպտոս։ Պարոն Կետյան, շատ շնորհակալ եմ այս զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալ եմ նաև ձեզ, ելի հետևողներ, որ ուշադիր լսում եք մեր այս կարևոր քննարկումները, անում եք տարբեր մեկնաբանություններ, շարունակեք հետևել մեզ։ Ես երկրորդեմ իմ հյուրի պարոն Քետիբյանի խոսքերը, կարևորը որ մենք կենտրոնանանք մեր վերածննդի վրա, այնինչ եղել է, այնինչ եղել է դաս է մեզ համար, բայց դաս է ոչ թե լաց լինելու, դաս է ոչ թե վհատվելու, այլ ընդհակառակը, որպեսզի մենք կարողանանք հասկանալ, թե մենք որտեղ սխալվեցինք, որտեղ մեզ հետ սխալ վարվեցին եւ այլևս թույլ չտանք, որպեսզի նման իրողությունները կրկնվեն եւ տեղ ունենան մեր կյանքում։ Շնորհակալություն ձեզ եւս մեկ անգամ եւ չվհատվեք։